Նիդերլանդներ, երկիր Արևմտյան Եվրոպայում։ 2020 թվականին երկիրը հրաժարվել է ոչ պաշտոնական Հոլանդիա անվանումից։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տունը, խորհրդարանն ու կառավարությունը գտնվում են Հաագայում, որը կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում որպես 4 միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր։ Ես վաղուց համոզվել եմ, որ Հայաստանը եզակի երկիր է, որը մոգական ուժ ունի։ Դեպի իրեն է ձգում անգամ նրանց, ովքեր նույնիսկ մեկ անգամ երբեմն էլ պատահմամբ հայտնվում են մեր երկրում։ Այդպես սկսվեց հոլանդացի երիտասարդ մանկավարժի Ռոբերտ վան Խեյնհաուզենի պատմությունը, որն այսօր թեև Նիդերլանդներում է ապրում, փոխարենը նրա դուստրերն են այստեղ ապրում՝ Նաիրան ու Էրիկան։ Այսօր Հայաստանում ապրող եզակի հոլանդուհիներին եմ հանդիպելու։ Ձեր արտաքինից իհարկե կարելի է կռահել ձեր եվրոպական արմատների մասին, իսկ այսօր մենք ձեր ծնողների համար շատ բախտորոշ վայրում ենք հանդիպել, քանի որ նրանք հենց այստեղ են ծանոթացել։ Կպատմեք Ռոբերտի և Սաթենիկի ծանոթության պատմությունը։ Ռոբերտը հայրիկս հոլանդացի է և նա 1974 թվականին տուրիստական խմբով այցելել է տարբեր սովետական միության պետություններ, Երևան է եկել 1.5 օրով և նա գնացել է հրապարակի շատրվանները, լսել է երաժշտությունը, այդ միևնույն ժամանակ մայրիկս իր ընկերուհիների հետ եղել է շատրվանների մոտ, որպես Բրյուսովի ուսանողուհի, անգլերենի մասնագետ, սկսել են իրար հետ խոսալ, հայրիկս հարցրել է այսինչ երաժշտություն է հնչում և մայրիկս անգլերենով պատասխանել է և դա եղել է իրանց առաջին խոսակցությունը իրար հետ։ Կհիշեք ինչ երաժշտություն էր հնչում։ Այո, իրանք պատմել են, որ Ադամոյի երաժշտությունն է հնչել այդ ժամանակ։ Ու շարունակելով ասեմ, որ այնուհետև հայրիկս հրավիրել է մամայիս և ընկերուհիներին մասնակցեն գինու համտեսին և մայրիկս հենց հայրիկիս կողքն է նստել, այնուհետև ոնց որ ավելի մոտիկից են իրար հետ ծանոթացել։ Բայց ընդհատեմ ավելացնեմ ավելի շուտ, որ ընկերուհիները չեն գնացել այդ համտեսմանը գինու, միայն մայրիկս է գնացել ու նենց է ստացել, որ նստել է հայրիկիս կողքը։ Ընկերուհիները հասկացել են ինչ է կատարում։ Հետո բաց են թողել, իսկ մայրիկս հաջորդ օրը հայրիկիս հրավիրել է իրենց տուն և ավանդական հայկական սեղան են դրել իր համար, որը շատ խորթ է հոլանդացիների համար տաք ուտեստ ուտել առավոտյան ցերեկային ժամերին և ինքը երևի իր կյանքում առաջին անգամ լինելով սպորտսմեն խմել է ալկոհոլային խմիչք, ասում է, որ խմել է օղի, հայկական կոնյակ, չի ցանկացել ոնց որ մերժի, քաղաքավարությունից ելնելով խմել է և իր համար եղել է այդ առաջին ալկոհոլային խմիչքը։
Իսկ ինչպես են շփվել մայրիկի ծնողները հայրիկի հետ։ Շատ լավ են Անգլերեն ընդունել։ Ոչ, մայրիկս է թարգմանել եւ իրանք շատ բաց են եղել եւ հյուրընկալ, ոնց որ հայկական հյուրընկալ, որպես հյուրընկալ ընտանիք ընդունել են իրան եւ շատ լավ ձևով ճանապարհել։ Նաիրա դուք զբոսավար եւ տուր օպերատոր եք, Էրիկան էլ հագուստի մոդելավորման ոլորտում է աշխատում, երկուսդ էլ ձեր ոլորտներում բավականին հայտնի եւ հաջողակ եք։ Դուք հիմա նախ պիտի միանաք ձեր զբոսաշրջիկների խմբին, որտեղից են հիմնականում նրանք լինում, ովքեր են եւ արդյոք նրանց մեջ շատ են հոլանդացիները։ Այո, ճիշտ ասած հիմնականում հենց աշխատում ենք հոլանդական կամ հոլանդախոս շոկայի վրա, բելգիացիներ, հոլանդախոս բելգիացիներ եւ հոլանդացիներ, քանի որ ես խոսում եմ հոլանդերեն լեզուն, հասկանում եմ հոլանդերեն մենտալիտետը, ես կարողանում եմ այսպես ասած համոզել հոլանդացիներին, որպեսզի գան Հայաստանը տեսնեն։ Հիմա նույնպես ունենք մեծ խումբ, չնայած նրանք միայն հոլանդացիներից չեն բաղկացած, այլև տարբեր երկրներից են եկել եւ կառաջարկի իրար հետ գնանք եւ ծանոթանանք իրանց հետ։ Սիրով, իսկ որտեղ եք այսօր շրջելու։ Այսօր ճիշտ ասած իրանք արդեն ամբողջ Հայաստանով շրջել են, մնացել է այցելեն Թալին, որտեղ կհանդիպենք սասունցիներին կամ Սասունից գաղթած հայերին, ովքեր իհարկե Հայաստանում են արդեն երկար ժամանակ եւ սերնդեսերունդ ապրում, բայց իրանք մինչեւ այսօր պահպանել են սասունցիների պարերը եւ կգնանք որպեսզի ծանոթանանք սասունցիների, այո, սասունցիների պարերին։ Այժմ Հայաստանում գտնվում է 40 հոգանոց խումբ զբոսաշրջիկներ, ովքեր եկել են տարբեր երկրներից, Միացյալ Նահանգներից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ այլն, եւ նրանք այս պահին ստանում են հայկական պարերի դասընթաց, ազգագրական պարերի, այնուհետև դասընթացից հետո միասին մեկնելու ենք դեպի Թալին քաղաք, որտեղ ծանոթանալու են հայկական պարերին, որոնք սասունցիները սերունդեսերունդ փոխանցել են իրար։ Պարերը դասավանդում են եւ իրական խումբը հավաքել է մի նիդերլանդացի կին, անունը Տինիկե Ֆանխեո։ Նա Հայաստանում մասնակցել է հայկական պարերի դասընթացների եւ մասնագիտացել է այդ ոլորտում։ Այժմ նա աշխարհի տարբեր երկրներում դասավանդում է հայկական ազգագրական պարեր եւ իր խմբի հետ գտնվում է այստեղ, որպեսզի նաեւ ծանոթացնի Հայաստանը, ծանոթացնի այն մարդկանց, ովքեր կրում են հայկական պարերը, եւ իրար հետ կգնանք արդեն Թալին, որպեսզի միասին միասնական պարենք հայկական պարերը։ Then just one to the left and then create this wing. Side behind side. Robert in the bridge, I don't know where it went, but it went somewhere where it doesn't go. So it's a double knee movement, okay? Then second. Հայաստանի անկախացումից հետո ես հայ երաժիշտների հրավիրեցի Նիդերլանդներ եւ մենք ձայնագրեցինք հայկական պարեղանակներ, որոնք ես սովորել էի այստեղ։ Դրանք Հայաստանում երբևէ չէին ձայնագրվել։ Ես հայկական երաժշտության 9 սկավառակ թողարկեցի։ Նաիրայի մայրը Հաագա քաղաքում հայկական ակումբի նախագահն էր։ Ես այնտեղ եմ տեսել Նաիրային։ Նա դեռ փոքրիկ աղջնակ էր։ Հետագայում եկա Հայաստան եւ սովորեցի հայկական պարեր։ Հասկացա, որ տարբեր երկրներում ապրող իմ ուսանողներին նույնպես պետք է սովորեցնեմ։ Ես ցանկանում էի Հայաստանը ցույց տալ նրանց։ Սա հետաքրքիր երկիր է, բայց մարդիկ չեն ճանաչում։ 2005 թվականին Նաիրայի մայրիկի հետ կազմակերպեցինք առաջին ճամփորդությունը դեպի Հայաստան։ Մշակութային այդ տուրին մասնակցեցին պարողներ
աշխարհի տարբեր ծայրերից։ Նաիրան այդ ժամանակ զբոսավարի կրթություն էր ստանում եւ հենց նա դարձավ մեր խմբի գիդը Հայաստանում։ Այժմ ես 68 տարեկան եմ։ Մտադիր եմ շարունակել այս ամենը այնքան ժամանակ, որքան առողջությունս թույլ կտա։ Հայաստանը կարծես երկրորդ հայրենիքս լինի։ Ես իմ առաքելությունն եմ համարում իմ ժողովրդին, պարողներին ծանոթացնել Հայաստանի հետ։ Միայն պարերը չեն, դրանց հետևում մշակույթն է, եւ Հայաստանն արժանի է ճանաչվելու։ I heard about the dance tour from my aunt. Այո, առաջին անգամ այս պարային այց շրջագայության մասին իմացա մորաքրոջիցս։ Նա շատ ակտիվ է միջազգային ժողովրդական պարերի համայնքում եւ մոտ 1 տարի առաջ ինձ էլ հրավիրեց եւ այդպես ես էլ միացա այս ճանապարհորդությանը։ Ես նոր եմ հետաքրքրվում ժողովրդական պարերով եւ նախկինում ոչ մի հայկական պար չեմ պարել։ Պիտի ասեմ, որ մեր զբոսավարներն ու հյուրընկալները ոչ միայն պատմում են Հայաստանի մասին, այլ նաև մեզ են վարակում իրենց երկրի հանդեպ իրենց սիրով ու պաշտամունքով։ Սա սովորական տուր չէ։ Սա բացառիկ բան է։ Ես մի քանի օր առաջ Նաիրային ասացի, որ նա ինձ հանդիպած գիդերի համեմատ մի նոր ոսկե նշաձող է սահմանել։ Նա ինձ համար շատ նուրբ եւ մաքուր հոգի է։ Նրանից ինքնավստահություն, գեղեցկություն եւ իմաստություն է ճառագում, եւ ինձ համար մեծագույն հաճույք է այս ամբողջ այցելության ընթացքում նրա խմբում լինելը։ And it's been one of the greatest pleasures to be guided by her this whole time. I like it very much. Կինս պարուհի է, նա արդեն 40 տարի պարում է։ Ինքս պարող չեմ, բայց նա ինձ էլ է վարակել։ Մենք շատ ենք սիրում լինել Հայաստանում։ Մենք այսպիսի շրջագայության մասնակցել ենք նաև 7 տարի առաջ եւ այն հրաշալի էր։ Իսկ հիմա ավելի տպավորիչ է։ Ես եւ կինս շատ էինք ուզում նորից հանդիպել Նաիրային։ Պիտի ասեմ, որ Նաիրան իր մասնագիտական կարողություններն ավելի է կատարելագործել։ Նա ունի ահռելի գիտելիքներ ճարտարապետության, կրոնի, մարդկանց մասին։ Նա գիտե Հայաստանում ինչպես ճիշտ անցկացնել ժամանակը։ Միշտ ես գրեթե ամեն տարի գալիս եմ, երևի առաջին անգամ եկել եմ 86 թվականին, 88 թվականին սովետի ժամանակ, իսկ հետո արդեն որ ճանապարհները բացվեցան, արդեն ամեն տարի գալիս եմ, այստեղ դուն ունեմ, ինձ համար շատ հաճելի արձակուրդներս հանգստանալու համար գալ Հայաստան։ Թինեքեին ծանոթ էի արդեն Անգլիայից, որտեղ ինքը Եվրոպայում վերջապես ճանաչված հայ բարի իբրե մասնակետ ճանաչված է, ուրեմն սկսա գնալ իր workshop-ներին, ու հետո արդեն որ լսեցի այսպես թուրերը գազմագերբում, վերջապես խմբով ճամփորդելը ավելի հաճելի է, հետո ինձ համար հաճելի է օդարների գարձիկը Հայաստանի համար, այնպես որ ընդհանրապես նախընտրում եմ գսիրեմ իրանց հետ ճամփորդել։ Նարան երևի 10-12 Դարյանում ինքը շատ լավ անգլերեն է խոսում, շատ լավ պատմում է, հայտնի է, որ այսինքն Հայաստանը շատ է սիրում եւ ինչքան կարող է Հայաստանի մասին եւ միշտ պատրաստ է ամեն տեսակ հարցերին պատասխանելու եւ պատասխաններն էլ ունի, այսինքն
Երիկա, հաշվի առնելով ձեր ծագումը, ինչ հագուստ եք ստեղծում, ավելի հայկական թե եվրոպական։ Ճիշտն ասած, տենց հատուկ չեմ մտածել ինչ ուղղվածություն է իմ հագուստները, բայց երևի անգիտակցաբար այդ եվրոպական շունչը կտեսնեք իմ հագուստների մեջ։ Այս վերջերս ոգեշնչվել էի Վան Գոգի հոլանդացի նկարիչի կտավներից, օրինակ դա հենց հոլանդական իր հետքերը ունեցել է իմ հավաքածուի վրա, բայց այդպես չեմ աշխատում, որ միայն եվրոպական ոճով կամ հայկական, իմ մոտ երևի միքս է երկուսի։ Վերջին ժամանակները ավելի խորացել եմ տղամարդկանց հագուստների վրա, ուսումնասիրել եմ կոստյումները ու ուղղվածությունը ավելի գնացել է կանացից դեպի տղամարդկանց, այնպես չի, որ կանացի չենք պատրաստում կամ ոճավորում, բայց ավելի շատ իմ passion-ը դեպի գիրքը, դեպի տղամարդկանց կոստյումն է, ինչքան խորանում եմ, այնքան ավելի զգում եմ, որ սա է իմ ուղղվածությունը եւ սկսվեց առաջին իմ պատվերը արեց ճիշտն ասած հենց Հոլանդիայի դեսպանը Նիկոս Խերմերսը խնդրեց, որ իր համար կոստյում կարեմ եւ այդպես նաեւ ինձ ավելի ոգևորեց կարեցինք եւ դրանից հետո իրար հաջորդեց Իտալիայի դեսպանը եւ որոշ դիպլոմատներ նաեւ մի օր զանգ ստացա կոստյումի վերաբերյալ եւ այսպես զրույցից հետո ասեցին պետք է մոտենալ Բաղրամյան 26 մի պա այսպես զգացի ծանոթաբայց չէի պատկերացնում պարզվեց որ վարչապետի համար պետք է կարեինք ու իմ համար դա մի մեծ ձեռքբերում էր երկրի ղեկավարի համար կոստյում կարելը չգիտեմ իմ համար դա ահագին մեծ բան էր ձեռքբերում էր եւ դրանից հետո արդեն կարել եմ այդպիսի դիպլոմատների, ձեռներեցների եւ տղամարդկանց, ովքեր ուզում են ոճային լինել եւ նաեւ նպաստել հայկական շուկային, հայ դիզայներներին։ Խորհրդանիշներով լի սեղան եք պատրաստել, նարնջագույն թխվածք, փայտե կոշիկներ, կպատմեք ինչ նշանակություն ունեն։ Դե նարնջագույնը համարում է Հոլանդիայի ազգային գույնը, քանի որ իրանց նախնահայրը եղել է Վիլեմ ֆոն Օրանյը, Օրանյը իր ազգանունը նշանակում է նարնջագույն եւ այդտեղից իրանց ազգային գույնը նարնջագույնն է, դրա համար նարնջագույն է մեր խմորեղենը։ Փայտե կոշիկների մասին ինչ կասեք։ Փայտե կոշիկները մեծ սիմվոլիկա են, խորհրդանշանական են Հոլանդիայի համար, եղել է ճիշտ ասած ոնց որ առօրյա հագուստի մի մաս է եղել, գյուղացիները հիմնականում հագել են փայտյա կոշիկները իրենց ցեխից, խոնավ եղանակից պաշտպանելու համար, երբ որ գնաք Հոլանդիա, անպայման կտեսնեք կլոմպը, ինչպես ասում են հոլանդերենով, այս փայտյա կոշիկները։ Եվ հոլանդական կակաչներ եմ տեսնում կոշիկի մեջ։ Այո, հոլանդական դա եւս խորհրդանիշ է։ Շատ խորհրդանշական է Հոլանդիայի համար, կակաչները եղել են գլխավոր առևտրի մասնիկը հոլանդացիների 17-րդ դարից, նրանք վաճառել են կակաչը շատ բարձր գնով, նույնիսկ ասում են, որ երբեմն մի տան գին է եղել կակաչների փունջը, որովհետև այն ներկայացրել է բարձր ստատուս, դե հիմա ինչպես գիտեք, շատերը սիրում են դեռ կակաչը եւ դեռ շարունակում է լինել Հոլանդիայի մշակույթի մի մաս եւ այո խորհրդանիշ։ Առաջարկում եմ վերադառնալ ձեր ծնողների պատմությանը, խորհրդային տարիներ, փակ հասարակություն, ինչպես ստացվեց ամուսնությունը ձեր մայրիկի հոլանդացու հետ։ Դե մայրիկս հիմնականում արկածային կին է եղել, ինքը
երևի թե առաջին կանանցից է, որ մեքենա է վարել Հայաստանում եւ ընդհանուր առմամբ շատ բաց մտածելակերպ ունեցել, իհարկե դրական իմաստով եւ երբ որ հայրիկս առաջարկել է ամուսնանալ, իհարկե սիրո հիման վրա նա չի մերժել եւ այդպես ստացվել է իրանց ամուսնությունը, որը նաև շատ յուրահատուկ է, քանի որ նա առաջին Հայաստանի հայերից է, որը տեղափոխվել է սովետական միության ժամանակ դեպի Հոլանդիա։ Այ հենց դրա մասին էի ցանկանում խոսել, այն ժամանակ բավականին բարդ էր, ինչպես այդ պատմությունը ստացվեց։ Շատ մեծ դժվարությունների միջով են անցել 76 թվականին հայրս ու մայրս ամուսնացել են, հայկական հարսանիք են արել Հայաստանում, զաքսավորվել են, բայց 2 տարի է տևել, մինչև թույլտվություն է ստացել, որպեսզի խորհրդային միությունը կարողանա լքել, այո, դուրս գալ, քանի որ այն ժամանակ KGB-ն էլ է շատ ոնց որ խնդիրներ առաջացրել ու 2 տարի երկար սպասումներից հետո վերջապես գնացել է Հոլանդիա։ Ցավոք մայրիկը մահացել է, բայց վստահ եմ, որ նա պատմել է, թե ինչպես է հաստատվել այլևս Նիդերլանդներում, արդյոք նրան հեշտ է եղել նոր միջավայրում։ Ինքը շատ դժվարությունների բախվել է, բայց ինքը միշտ հումորային կողմներ պատմում, արկածները եւ ինչ որ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, օրինակ պատմեր, որ նոր գնացել են եւ ծնունդի են հրավիրված եղել, իմ կարծեմ հոր քրոջ ծնունդն է եղել եւ իմ տատիկը, այսինքն մամայիս մաման դերձակ է եղել եւ այսպես դեղին գեղեցիկ հագուստ շոր կարել եւ ասլա Սաթիկ ջան, երբ որ գնաս Հոլանդիա անպայման սա կհագնես հենց առաջին օրը եւ մայրիկս հենց իջել որ մի հատ շոր հագուստները փոխեն, դա հագած դուրս է եկել եւ papan ասլա դե դու պետք է հիմա իմ հեծանիվի հետևում նստես եւ մենք հեծանվով ենք գնալու առաջին իր համար հենց շոկը եւ այդ գեստով եւ առաջին անգամ հեծանիվի հետևում չի պատկացնում նույնիսկ ոնց պետքա նստի մի կերպ նստելա ու sense մի կերպ հասել են տեղ եւ կարծել է որ հոլանդական ծնունդ լինելու համենայն դեպս ավելի ճոխ կլիներ ամեն ինչ, քան Հայաստանում մտածում եմ թե եթե Հայաստանում sense է Հոլանդիայում ինչ ճոխություն կլինի եւ սուրճ են հյուրասիրել ընդամենը եւ թխվածք ու ինքը անընդհատ սպասելա որ լավ երևի սա էլ կլինի նոր մյուսը, բայց այդպես է չի եղել եւ նաեւ սուրճի հետ կապված Հոլանդիայում սուրճը հենց դառն են մատուցում եւ հարցնում են շաքարավազ ուզում եք կամ կաթ հարցրել են մայրիկս մտածել է այդ ինքսինքյան չի դա բոլորը ամբողջը իրար հետ եւ ասլա չէ սև սուրճ բերել են շատ դառն է եղել եւ ամոթից ինքը դա խմել ամբողջը խմել հա բայց այդ դառը համը ասում այդ դառը համը մինչեւ հիմա հիշում եմ այդպես էր պատմում էլի այդ իր օրագիրը գտել ենք այս վերջերս եւ կարդացել ենք ու նույնիսկ դրա մասին իրոք նա գրել էր այստեղ այնքան տպավորված է եղել հա գրած է որ հիմա էլ այդ համը զգում եմ դառը երբ որ գնացել է Հոլանդիա արդեն հիմնական իր աշխատանքը եղել է հայկական միության հետ կապված, քանի որ նա եղել է նաև համահիմնադիրներից մեկը Հագա քաղաքում այլ հայերի հետ նրանք առաջին անգամ բացել են հայկական միություն։ Եվ կարծես թե զբաղվել է հայապահպանման գործով, ունեցել են կիրակնորյա դասընթացներ, միջոցառումներ, հայկական պարեր, մի խոսքով ոչ միայն Հագայի բնակվող հայերին են համախմբել, այլ նաև կողքի քաղաքների հայերը համախմբվել են եւ իրար հետ կարծես թե հայ են եղել օտար երկրում 87 թվին եկանք, տեղափոխվեցինք Հայաստան, այդ ընթացքում հայրիկս հիմնել է հոլանդական սպորտաձևը կորֆբոլ անունով, տիպիկ հոլանդական սպորտաձև է, որտեղ եւ
կանայք եւ տղամարդիկ մի թիմում խաղում են։ Իհարկե շատ մեծ ջանքեր է դրել, որպեսզի կարողանա հաջողությունների հասնի, բայց ի վերջո հասել են մեծ հաջողությունների, նրանք մասնակցել են աշխարհի խաղերի, Եվրոպայի խաղերի եւ հայրիկս նույնիսկ ասում է, որ անկախությունից հետո նրանք առաջին միջազգային մրցումների են մասնակցել Հայաստանի արդեն դրոշի տակ, ոչ թե սովետական միության, այլ Հայաստանի դրոշի տակ եւ հնչել է Հայաստանի հիմնը։ Ձեզ դժվար չէր նոր միջավայրին համակերպվելը։ Ամեն դեպքում, երբ մեծանում ես այլ երկրում, այլ մտածողություն, այլ մշակույթ եղել է դժվար, եղել են ժամանակներ, որ չեմ հասկացա, ես ով եմ, հայ եմ թե հոլանդացի, քանի որ հայերն ու հոլանդացիները բավականին տարբեր են իրարից, ծայրահեղությունից ծայրահեղություն, հայերը շատ ջերմ են, զգացմունքային, իսկ հոլանդացիները ռացիոնալ են շատ, լոգիկայով են առաջնորդվում եւ եղել է ժամանակ մանավանդ դեռահասության տարիքում, երբ որ ես ուղղակի չէի հասկանում ես որ ազգին եմ պատկանում, ես որոշակի խնդիրներ ունեցել եմ այդ իմ հոլանդական մասի համար, բայց տարիների ընթացքում, երբ որ մեծանում ես, ավելի իմաստուն ես դառնում, հասկանում ես, որ այդ երկու երկրների համադրությունը ընդհակառակը առավելություն է եւ հիմա իմ աշխատանքի մեջ, իմ առօրյա կյանքի մեջ օգտագործում եմ երկու աշխարհների ամենալավ տարբերակը, ոնցով գտել եմ ոսկի միջին ինձ համար։ Էական չի ինչ ազգի ես պատկանում, կարևորը մարդկային որակներն են իմ համար, արդեն իմ համար էլ չեմ ամեն ինչին անուն տալիս։ Պարոն Ռոբերտ, բարև ձեզ, շատ ուրախ եմ ծանոթանալու համար, այնքան եմ լսել ձեր մասին, որ վերջապես ուրախ եմ տեսնել ձեզ։ Եթե կարելի է մեկ հարց ընդամենը, պարոն Ռոբերտ ինձ ասացին, որ դուք շատ եք սիրել Հայաստանը եւ այն համարել եք ձեր երկրորդ տունը։ Ինչն է ձեզ գրավել մեր երկրում։ Ja, goed. Hoe heet het? Ze kennen die minister van Buitenlandse Zaken. Die geweest justitiezan, die noemen wij de schoonzoon van Armenië. Ասում է ինձ նույնիսկ դիպլոմատներ ովքեր ճանաչել են, կոչել են Հայաստանի փեսան, քանի որ շատ բան է իմացել եւ Հայաստանի աշխարհագրության մասին եւ պատմության եւ ցեղասպանության մասին։ Շնորհակալություն, ցտեսություն, առողջություն ձեզ։ Հայ-հոլանդական այս պատմության հերոսները Նաիրան ու Էրիկան, որ թեև հավասարապես երկու տուն ու արդարացիորեն երկու հայրենիք ունեն, իրենց կյանքն ու ներուժը Հայաստանին են ծառայեցնում։ Հաճախ են իրենց երեխաների հետ Նիդերլանդներ այցելում, բայց նրանց տունը Հայաստանն է։